Այս մասով Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին իր տեղը ցույց տվեց հայ ժողովուրդը, ընդ որում ես կարծում եմ նույնիսկ շատ ճոխացույց տվել հələ որ ես կարծում եմ Հայաստանի համար հրաշալի զարգացում կներ, եթե այդ մարդը չհաղթահարեր շեմը, ուրեմն անհրաժեշտ դաշինքի համար, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, այո, Ռոբերտ Քոչարյանը եւ իր ղեկավարած ուժը տարբեր օգտագործվող ուրեմն գլուխներով հանդերձ ունի 9% ձայն։ Եվ թող իր ոտն իր վերմակի չափով մեկնի ուրեմն։ Բարի երեկո, հարգելի հետևորդներ ջան։ Երեկվա փայլուն հաղթանակի հայ ժողովրդի, որը կատարեց իր ընտրությունը եւ ընտրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ այո, երեք հաղթանակ էր, բոլորիդ շնորհավորում եմ։ Սա ճիշտ հաղթանակ էր, ճիշտ էր, շնորհավորում եմ բոլորին, ովքեր սատարում էին խաղաղությանը։ Այսօր եկել է մեր երաժիշտներից մեկի հարսանիքին, մեր Հակոբի, հրավիրված եմ եւ այսօր նշելու ենք երեկվա հաղթանակը, իհարկե այսօրվա առիթը եւ ես մենակ չեմ, ինձ հետ է մի հատ մարդ ներկայացնեմ, Վարդան Օրոլյան, ողջույն բոլորին, տաղանդավոր, երաժիշտ ջութակահար Վարդան Օրոլյանը, որը նույնպես, այո, 16, այո, իդեպ սեղանի համար է 16-ը, հաղթողները այստեղ են նստում, շնորհավորում եմ բոլորից, լավ օր ձեզ։ Բարելույս բարեկամներ, հուսամ լավ եք։ Երեք ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, պարտված ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ամբողջ օրը թմբկահարում էին, որ ընտրություններն անցել են կեղծիքներով, խախտումներով եւ այլն։ Դա այն դեպքում, երբ որ ամենամեծ խախտողը եւ ընտրակեղծարարը եւ ընտրակաշառք բաժանողը հենց իրենք են եղել, բազմաթիվ քրեական գործերով, հարյուրավոր ձերբակալված կալանավորվածներով եւ այդպես շարունակ, ու սա ուղղակիորեն նման է այն հայտնի արտահայտությանը, երբ գողը գոռում է գողացան բռնեք։ Եվ մենք ժողովուրդ ջան տեսել ենք այդ ամեն ինչը, ինքնուրույն լսել ենք այդ բոլոր ձայնագրությունները, ինչպես են առուծախանում մարդկանց մի քանի տասնյակ կամ մի քանի 100,000 դրամներով, ինչպես են վերաբերվում այդ մարդկանց, ում առնում եւ ծախում են։ Եվ ասել ենք, որ բոլորը պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ եւ տարիներ են անցկացնելու քրեակատարողական հիմնարկներում, բերդերում եւ ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Հետեւաբար սիրելիներս, հանգիստ նստեք տեղներդ եւ սպասեք ձեր պատասխանատվության օրվան։ Եկել եմ ձեզ ասեմ, որ փոփոխություն չի լինելու, կալուգացին վարչապետ չի դառնալու։ Լավ օր ձեզ։ Ընդդիմության ու իշխանության հետ կապված sense մի հատ հետաքրքիր հարց ժողովուրդ ջան, բարձաբանում անեմ, ընդդիմության մասին եմ ուզում խոսամ, բայց մի հատ առաջնային ասեմ, որ միանշանակ ես իմ ձայնը տալու էի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Իրանից բացի ուրիշ վարչապետի տեխնացու ես չեմ տենում, ում հետ որ մեր երկիրը պետք է շարունակեր ծաղկել։ Բայց օրինակի համար, ինչի ընդդիմություն ընտրելուց, օրինակ ձեր մտքով չանցավ, որ կարա լինի հոյակապ ընդդիմություն Լևոն Շիրինյանը, կամ Արման Բաբաջանյանը, կամ Արամ Սարգսյանը, լսել եք երբևիցե այդ մարդկանց խոսքը։ Օրինակ լավ, վերցնեմ Լևոն Շիրինյանին։ Լևոն Շիրինյանի խոսքը ինչ-որ մեկը տենց ուշադիր լսել եք ինչ հետաքրքիր մտքեր է արտահայտում այդ մարդը։ Ես вообще sense եմ պատկերացնում, ընդդիմությունը պիտի լինի առողջ ընդդիմություն, որ իշխանության հետ այդ իրանց ընդդիմական հայացքները բերի մեր երկրի ավելի ուժեղ զարգացման, ոչ թե բերի ինչ-որ մի հատ իրավիճակի, ոնց որ նայեք sense է ստացվում, օրինակի համար։ Նախկիններից վերցվել է իշխանությունը, հիմա նախկինները ուզում են ամեն գնով հետ գալ։ Այդ չեղավ ընդդիմություն։ Այդ եղավ ոնց որ sense ինչ-որ միտեղ վենդետա են ուզում անեն։ Ես sense եմ տենում, այսինքն ինչ առումով եմ ասում այդ վենդետան, դե ժողովրդի մասին խոսք չկա, պալիվոմը ժողովրդից վենդետա անելու են, այն որ իշխանության գալու դեպքում, բայց վենդետա նաև քաղաքական հայացքով։ Բայց ինչի չի անցնում ձեր մտքով, որ կարող լիներ այդ 3 մարդկանցից որևիցե մեկը շատ հոյակապ ընդդիմություն, կամ այդ 3 մարդիկ շատ հոյակապ ընդդիմություն կարային լինեին։ Մի քիչ մտածեք ու մյուս անգամ, երբ որ ուզում ա ձևավորվի ընդդիմություն, ժողովուրդ, մի տվեք ձայն այն ընդդիմությանը, որ գալիս է նախկիններից, sense ասեմ, հա, այդ ընդդիմություն չի։ Որտե ես տենում եմ մենակ աթոռի կռիվ։
Ընդդիմություն այս պահին ես տենում էի կոնկրետ այս 3 մարդկանց մեջ։ Կարող է անդեելի մարդիկ կան, ես չեմ ուսումնասիրել, բայց sense որ մի հատ նայել եմ, այս 3 մարդու խոսքը պայտակ լսել եմ, սկսել եմ ավելի ուշադրություն դարձնել, հասկացել եմ, որ այս 3 մարդկանցից որևիցե մեկը կարող լիներ ընդդիմություն։ Մի քիչ եկեք երկար մտածենք էլի ձայն տալուց առաջ։ Բայց միևնույնն է, էլի եմ ասում։ Միակ ճշմարիտ վարչապետը իմ համար Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանն է։ Ու եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ հաղթեց ժողովրդավարությունը։ Բայց ժողովուրդ մի բան պետք է հասկանալ։ Ժողովրդի մի մեծ մաս, 690,000-ի կարգի ձայն է տարել Նիկոլ Փաշինյանը։ Մտածում է, որ ամեն ինչ լավ է։ Եվ դրա հետ, այդ process-ի հետ հաշվի նստել է պետք։ Հասկանում եք։ Երբ որ մարդը մտածում որ իրանց մոտ ամեն ինչ լավ է, դուք գնում եք իրանց մոտ վատ է, բան դու կործանվում ես, բան, այդ մարդը մոտ հակառակցիա առաջանում։ Կամ այն հոլովակները, որ սարքվում էին ադրբեջանական բան, հակառակցիա առաջացնում։ Այն տեխնոլոգիաները, որոնք դրել են շրջանության մեջ խոշոր ուժերը, դրանք խայտարակություն է եղել։ Մեկը մեկից խայտարակություն։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը մսկիթ ցույց տալը, ադրբեջանցիների գալը արդեն ստեղ տեղում։ Այդ տեխնոլոգիաները 21 թվականին իրականացվել են։ Ուղղակի որ այս քարոզաշարի ժամանակ դասերի պետք է ասեին, նա խանգարում է խոշոր ուժերին անցնեն, խանգարում է, նրանք արդեն հաղթում էին, բայց այդ մոնը խանգարեց Կարպիսի։ Դա մասն լավ ախպեր, ձեն չանենք, դուք ձեր քարոզաշարը գիտեք, մենք մեն անում ենք։ Բայց չէ, եղբայր, ինչ արել եք, սխալ եք արել։ Ինչ արել եք, սխալ եք արել։ Առաջի վարքյանից ինչ արել եք, սխալ եք արել։ Ոնց ասեմ։ Այդ ծայրից ծայր ենքան շատ օգտագործել, չեմ ասում ծայրից ծայր։ Բայց ասեք ոնց կարելի է, էլի, ասենք, օքեյ։ Վախի կառավարման դաշտը Նիկոլ Փաշինյանի մոնոպոլիան է։ Եվ ընդդիմությունը չպետք է մտնի վախի կառավարման դաշտ։ Ընդդիմությունը մտել էր վախի կառավարման դաշտ, ուզում էր մարդկանց վախով տեղամաս օրյանց ընտրել։ Արա չէ, էլի նյետ։ Մարդիկ եկան ընտրական տեղամաս 100,000 ավել ման։ Ու ինչ արին ընտրին Նիկոլ Փաշինյանին այդ վախի կառավարման դաշտում։ Ինչքան ոնց կեղծիքներ բան բնականաբար եղել է։ Բայց հաշվի նստում եք այդ 690,000 մարդու հետ, թե չեք նստում։ Մենք հաշվի ենք նստում, մենք գիտենք տեսել ենք այդ մարդկանց։ Մենք այդ մարդկանց տեսել ենք գյուղի, քաղաք, տնետուն, մեր հարևանության մեջ բոլոր տեղերում այդ մարդկանց մենք տեսել ենք։ Մենք չկա բան անենք, ջայլամի պես գլուխներս մտցնենք հողի մեջ, ասենք չկա։ Չունի Նիկոլ Փաշինյան աջակիցներ։ Ընդդիմադիր գործիչներ կան եւ էքսպերտներ։ Մի տարի ասում են Նիկոլ Փաշինյանը ձայն չունի։ Մի հատ եթերում ասի 500,000-ի կարգի ձայն ունի, ինչ ատակայի տակ է եկել։ Արա մարդկանց չի կարելի խաբել։ Արա անդադար խաբում եք մարդկանց, ուզում եք ձեզ ընտրեն։ Ուզում եք դուք ճիշտ դուզ գաք։ Խաբում եք մարդկանց անդադար։ Որ մարդը տենում ասում է դե Նիկոլ Փաշինյանը ձայն չունի, ինչ խնդիր կա, կկրեք, էլի գնացեք կրեք։ Էլի մեր շնորհիվ էլի ինքան բան արին, որ ակտիվացավ, այսքան մարդ եկավ տեղամաս։ Եվ այդ մարդիկ էլ մտածում էին, այդքան արշավ կար փոքր ու միջին ուժերի դեմ, որ